Ողջույն, եթերում Civilnet-ն է, այսօր իմ զրուցակիցն է Հրաչ Քալսահակյանը շարժայից Միացյալ Արաբական Էմիրություններից։ Բարև ձեզ, պարոն Քալսահակյան, ես ներկայացնեմ ձեզ, դուք գրող եք և Ազատ հայ կայքեջի հիմնադիրն եք, որ արդեն ավելի քան 10 տարի գործում է։ Հետևելով կայքեջին հիմնականում անգլերենով է և հարցս հետևյալն է, ում համար է այդ կայքեջը, ում է ուղղված և ինչու է անգլերեն։ Գայքեջի մեջ հայկական բաժինը կա անշուշտ, բայց դիրական բաժինը անգլերենն է, որովհետև հիմնական նպատակը եղած է օդարախոս հայերուն ուղղվել եւ նաեւ օդարներուն հատկապես, այսինքն միշտ իմ միտքից մեջ եղած է օդարներուն ներկայացնել Հայաստան, հայություն եւ հատկապես այս բարակային այնպիսի ժամանակահատվածի մեջ, որ հետաքրությունը շատացած է հայերուն եւ Հայաստանի նկատմամբ, այսինքն այսքե 10 տարի առաջ, երբ որ սկսավ Հայաստան բառը ավելի հնչել շրջանի մեջ, որովհետև միջ այդ ավելի խորհրդային միության, նախկին խորհրդային միության շրջագիծի մեջ կտեսնեին, մինչև հիմա երբեմն գնշեն, որ եղած է նախկին խորհրդային միություն, այդ հանգրվանը, երբ որ այլևս լրացավ, հետաքրությունը շատացավ, անիմաստով որ անկախ պետության աչքով սկսան տեսնել, ես հալ զգացի, որ բաց կա, այսինքն չէր բավեր սովորական դեղատվությունը մենք որպես անհատներ բարեկամներու միջոցով տարածել, ադի չէր բավեր այլևս, ուզեցի ավելի եւ ինտերնետը սկսավ տարածվել միջին արևելքի մեջ եւ այդ առիթը ես կդա ավելի տարածելու, հիմնավորելու այսպիսի նյութեր։ Պարոն Քալսահակյան, եթե ամբողջ այս տարածաշրջանը նայենք, միջին մերձավոր արևելք, ներառյալ նաև Իրանը, ինչու նաև ոչ Կիպրոսը, այս տարածաշրջանում որքան հայություն մենք կարող ենք ունենալ։ Ես հասկանում եմ, որ շատ դժվար հարցում է, որովհետև հատկապես վերջին շրջանում եւ ինչու ոչ, նախկինում էլ հայերը միշտ թողնում հեռանում են, չկա զուտ հայկական, այսպես ասեմ, մարդահամար, բայց մոտավոր թվերի որքան հայության մասին է խոսքը։ Այդ շրջանը գրնանք ասել արևելյան միջերկրական, կարելի, մերձավոր արևելք երբեմն գծվի, միջին արևելք, հիմա ծոցի երկիրներն ալ մեջը լալով, Պարսկաստան նաև, հետաքրքիր թվային խաղը, կամ ասենք թվային հաշվարկը, ես կհիշեմ, երբ որ գայքը սկսա, երբ որ գայքի մեջ դեղատվություն տրի, ես հաշվեցի, տրի 500,000 հայություն, այդ 2003 թվականին, հետո երբ որ 3 տարի այդ ներածականը վերադեսությանի տարգեցի, 400,000 կրեցի, որտև հաշիվրի գբաքսի հայերը դեսա, որ բաքսելու վրա է։ Հիմա եթե նորեն պիտի փոխեմ այդ դեղատվությունը։ Եվ 100,000-ով էլ պիտի չես։ Պետք է այդպես լա։ Երբեմն թրագան իմաստով, երբեմն ժխտական, որտև երբ որ մարդիկ գմեգնին իրենց կյանքը գենցաղը բարելավելու համար, չեն կնար ժխտական նկատել այդ երևույթը, որովհետև ի վերջո այնպիսի շրջան մնե, որ փաստորեն վերջին տարիներուն արդեն այդ մեկը ավելի զգալի դարձավ, այնպիսի շրջան մնե, որ չենք կնարսել, թե գենցաղային եւ ապահովական իմաստով հերանեկարներ, շատ գեղեցիկ հերանեկարներ կներկայացնե, այդպիսի շրջան մը չէ այլևս, եւ չենք ուզեր մենք մեզի, քոնե ես չեմ ուզեր այդպես գարձիկ փոխանցել, կան որոշ երկիրներ, որ հետաքրքրական են, որտեղ ես կապրիմ ներկայիս, այսինքն նույնիսկ Հայաստանի համար գրնա տնտեսական գործընկեր դառնալ ոչ միայն միակողմանի, այսինքն նաև Հայաստան կգնա օգտվել, հիմա ինչ որ գսկամ դակավին Հայաստան այդ երկիրներն օգուտ չի քաղեր տնտեսական առումով, բայց կարելի է այնպես մտածավորել, որ միակողմանի չլա այդ հարաբերությունը։ Պարոն Քալսահակյան, դուք արմատներով, ծնունդով Հալեպից եք, Սիրիայից եք եւ նաեւ հաճախ եք անդրադառնում սիրիական իրադարձություններին։ Իհարկե հարցս շատ տարողունակ է, բայց եթե շատ կարճ պատասխանեք, այսօր ինչ վիճակ է սիրիահայության համար, հատկապես Հալեպում, Դամասկոսում եւ բոլոր այն վայրերում, որտեղ արյունալի մարտեր են շարունակվում, ապստամբների, այսպես ասենք, եւ կառավարական ուժերի միջեւ։ Ասի անշուշտ 2 տարի ավելի լրատվության մեջ կա եւ գրեթե ամեն օր լուրեր կան, այն աստիճան, որ գրնալար մարդիկ այլևս ցանցացան եւ ասի անշուշտ վատ երևույթ է մեզի համար, քոնե հայերուն համար, որ երեք արդեն հանդիպում կար Սուրիա հայերու հետ, նպատակը այն էր, որ Սուրիա հայերու վերաբերող հարցերը երկրորդական չդառնան,
քոնե հայերուն համար, քոնե Հայաստանի համար, որը եթե միջազգային լրատվություն առնենք, արդեն գամած երկրորդական կդառնան, երկրորդ, երրորդ էջերու մեջ կհայտնվին աս լուրերը, մեզ համար ադի վատ է, որովհետև իրավիճակը չէ փոխված եւ կսրանա եւ հերանեկար չունի ներկայիս լուծումի, որովհետև բանակցությունները անգամ չեն սկսած, բանակցություններու նախապայմաններն նույնիսկ չեն ապահովված։ Գետնիվա ինչ զարգացումներ կլան զինվորական ռազմական, այդ ամենը մանրամասնություններ են, որոնք երբեմն թաղային գրիվներու մագարտակով են եւ ան որ գահախտե որոշ տեղ մարչեւ երտամյան իր հարցանակրած հարաշտիմության մասին կնշե, բայց եթե նահանջ ունենա այդ մասին չի նշեր։ Հետևաբար չենք կնարադի չափանիշ ընդունել երկու կողմերուն կամ հակամարտող կողմերու միջև, մանրամասնությունները շատ են, բայց ապահովական վիճակը իսկապես մտահոգիչ է հայության։ Պարոն Քալսահակյան, մենք 90, երբ որ Հայաստանը անկախության ճանապարհին էր, մենք ունեցանք ճգնաժամը Մերձավոր Արևելքում, առաջին երբ որ Սադամ Հուսեյնի ուժերը ներխուժեցին Քուվեյթ, այնտեղ ունենք հայություն։ Հետո եղավ Իրաքի պատերազմը, ապա հիմա այսօր Սիրիայի պատերազմն է։ Մի խոսքով շատ անհանգիստ տարածաշրջանն է, սակայն հայության հոսք որպես այդպիսին գրեթե մենք չունեցանք անկախ Հայաստանի Հանրապետությունում, այն Հայաստանը, որը երազում էր նաև այն սփյուռքը, որը ապրում էր այդ շրջանում։ Կարող ենք հասկանում եմ գուցե ատենախոսության հարց եմ տալիս, բայց եթե մի քանի բառերով պատասխանեք, ինչու չհաջողվեց Հայաստանի Հանրապետությանը ներգրավել հայությանը Մերձավոր Արևելքից անկախ Հայաստան, կամ ինչու հայությունը Մերձավոր Արևելքի չցանկացավ հաստատվել Հայաստանում, անկախ Հայաստանում, իր երազած Հայաստանում։ Իրաքահայերու օրինակը որ բերիկ ադի ճիշտ օրինակ է, առաջին օրինակն էր, որ ասկե մոտ 10 տարի առաջ եւ ավելի եղավ այստեղ եւ փաստորեն իրաքահայերու միան չնչին դոգոսը մնաց այստեղ, քանի մը հազար որ եկան, կրնան կսել քանի մը հայրուրը մնաց այստեղ։ Այդ հիմնական պատճառը անշուշտ ապրելու եւ կոյադևելու հարցն է, որպես եկամուտ, որպես մարդիկ որ գուքան եւ աշխատանքի նորմելուն վարժ չեն եւ ճունին դարիները իվեր գուտակված ոյ մեկ ժարանք այստեղ եւ իրենց բերած կոմաները չեն փավեր կամ կրնալալ դեգու սխալ հաշիվներ գնեն սկսմական շրջանին, ինչպես հիմա վերջին հոսանքը որ եղավ Սուրիա հայերուն, որ առաջին շրջանին ճուզեցին ընդունել, որ իրենք պետք է այստեղ մնան, այսին մի տեսակ ժամանակավոր թրության մեջ ուզեցին տեսնել իրենք եւ այդ հիման վրա իրենց տրամը չգրցան ղեկավարել ամիսներու ընթացքին եւ նաեւ ընկերային հարցեր կան, որ չեն երբ որ երկար ժամանակ ապրած են այլ գենցաղով, այլ կյանքով, դժվար է այդ ընդունել թե իրենք աղետի արժև են եւ պետք է փոխեն իրենց ապրելակերպը եւ բոլոր այս բաները։ Այս բանը Հայաստանի հետ կապված չէ միշտ, այսինքն գրնան ուրիշ երկրի մեջ ալ նույն վիճակով վարվել, բարեփոխություն բիդելար, որ Հայաստանի մեջ դարբեր ցևով այդ ուղղությամբ իրենց նկատմամբ աշխատանք տարբեր մասնակիտական ընկերապաններու կամ նույնիսկ տնտեսապաններու եւ դնային տնտեսության ղեկավարման հարցերու վերաբերյալ, որովհետեւ բացադրվի թե այսպիսի աղետի կամ դակնաբի մեջ գտնվող զանգվածները ինչ ցեվով գվարվին, լան ադոնք ընտանիքներ, լան ադոնք անհատներ եւ այլն։ Պարոն Քալսահակյան, դուք ի վերջո նաև կարող եմ ասել առաջին հերթին ինչու որ մամուլի մարդ եք, գրող եք եւ ավանդաբար մենք Սփյուռքում, հատկապես Մերձավոր Միջին Արևելքի երկրներ մենք ունեցել ենք եւ ունենք տպագիր մամուլ, ավանդական մամուլ, կուսակցական մամուլ եւ այս փոփոխվող աշխարհում որն է նրանց դերակատարությունը։ Նրանք մղվում են երկրորդական պլան, այլևս չեն համապատասխանում այն ակնկալիքներին, որ կա, ինչ կարող ենք ասել։ Ես գնամ ասել նույնիսկ երրորդական պլան, որովհետև արդեն ավանդական մամուլը, դպակիր մամուլը ընդհանրապես արդեն ցևական էր վերջին հանգրվանին, վերջին 10 տարին լավագույն մամուլը, որ Բեյրութի մեջ կար, քանի մը հազարեն ավելի չէր գնար դբել եւ այդ արդեն չի դար թե ընթերցողներուն թիվը այդ կանի, գնալ գդբեր եւ նույնիսկ այդ ընթերցողը չուներ։ Հետաբար եւ դժբախտությունը ան է, որ այսին նոր միջոցները նոր միջոցներուն նկատմամբ այդ նույն հետաքրությունը կամ մոդեցումը չկա,
գազագերբված հայկական գառույցներուն կողմէ խորտ աչքով գնային դակավին եւ շուշտ ասոր գխորհիմ հիմնական բաժանեն մեկը նաեւ այդ նոր միջոցներուն ցերնած ազատության հնարավորություններն են, որոնց մե սկուշ են կամ նվազագույնը վարժ չեն եւ չեն ուզած վարժվել, այսին որոշում չի եղած, որ այս բանը այլևս պետք է ընդգրկենք, պետք է ընդունենք, որքան ուշանանք, այնքան ավելի դժվար բիլա եւ արևմտահայերենը պիտի զիջի այս բարակային, որովհետեւ անհատական քրություններում ագարտագով պիտի լանաս քրարումները եւ օդար լեզուներն ալ պիտի իրենց դիրաբեդական ներկայություն ունենան եւ նույնիսկ իմաստային, այսին ասկային թեմաները պիտի նահանջեն այս բարակային։ Ինչու՞։ Որովհետեւ եթե միայն դբակիր մամուլին վրա ուշ տնենք եւ բիգնիչանգե որ բարձրապես որպես լսափող կամ ավանդական միջոց գարձիկներու արտահայտման, գարձիկ արդեն չկա այդտեղ բարձրապես միագողմանի նյութեր են, նույնիսկ եթե մեկը ուզեք պատասխանել օրեր կդեվի, այսինքն ժամանակի հեվքը դարբեր է, այսպիսի բաներ խմորումներ փորձով մեջտեղու կան, բայց այդ փորձին հնարավորությունն ալ պետք է դրվի, եթե չի դրվի, մենք չենք կնար երևակայել, թե ուր գնահասնել, վշտապարը ժխտական եւ լճացած վիճակի մեջ պիտի հայտնվի եւ երևույթները կան, երբ որ ընթերցող չկա, գարտացող չկա, հետևող չկա, կարևորություն տվող չկա, արժեքը կբացի, երկրորդական կդառնա, ցևական կդառնա։ Կարող ենք ասել, որ այս ավանդական մամուլի ձեր ասած երրորդական պլան մղվելու պարագայում նաև վտանգվելու է արևմտահայերենը որպես երկու արևելային հետ միասին հայերեն լեզուներից մեկը։ Իհարկե, որովհետև երբ որ սոցիալական ցանցերը շերի վրա է, այսինքն նյութ մարնել եւ բաժնելու վրա է, այդ նյութերը եւ որ հիմնապես օդար լեզվով կլան եւ գազագերբված մոդեցում չկա այդ նյութերը հայացնելու կամ կոնե որոշ մարմիններ լան կամ խմբակներ լան, որ այդ արևմտահայերենով կամ հայերենով դան, այդ մեկ փորձը մենք կնենք Հալեբի հայության վերաբերյալ 6000 անդամ ունեցող մեր Facebook-յան խումբը, այդ ասենք առաքելությունը ծևոմը ստանցնած է, որ կարևորություն տանք արևմտահայերենին եւ հայերենին, ասենք ընդհանրապես, եւ նույնիսկ աշխատանք կա իրար համոզելու, արդեն համոզելու լավագույն ծևը կորզնական ծևն է, այսինքն երբ որ մեկը կսկսի քրել, հաջիկ կստանա այդ քրելով, պատասխանելով, այդ մշակույթը մեջտեղու կա քննարկելու, որտեղ այդ մշակույթը չունենք, այդ Facebook եւ սոցիալական այլ ցանցեր եւ բլոգներ եւ այլն, այդ քննարկումի եւ խորհրդակցության մշակույթի մտնորդի մեջ կզարկանան, բայց եթե չունենք, պետք է ստեղծենք, եթե թերանանք, արդեն գործունեած կլանք այդ հարթակը։ Պարոն Քալսահակյան, ինչ եք կարծում, ինչ հեռանկար, ինչ ապագա է սպասվում այն հայերին, որոնք մենք նշեցինք այս միջերկրական ծովյա, մերձավոր միջին արևելքում, իրոք տագնապալի է, իրոք հայությունը, ինչպես եւ մյուս քրիստոնյաները վերջի վերջո պետք է թողնեն հեռանան եւ ավելի արևմտյան աշխարհում հաստատվեն, թե ինչքան էլ որ այս միտումը շարունակվի, այնուամենայնիվ հայություն միշտ էլ մնալու է այս տարածաշրջանում։ Բոլոր շարժումները մեծ մասամբ անհատական եւ ընտանեկան ծրագրումի սահմաններում մեջ կլան, որովհետեւ համայնքներուն ներկայացուցիչները այդ ուղղությամբ ոչ մեկ բան կրնան, սելփացի մնալ է, նույնիսկ դակնաբի վիճակի մեջ եղող Հալեբի գրոնական ղեկավարները չեն գնալ այլ բանը, սելփացի մնացեք, նույնիսկ այսինքն եթե պատերազմը լա, որոշված է, որ այսինքն այդ մտայնությունը կա, որ եթե այստեղ ցկեցինք, մենք ուրեմն թավաջանած կլանք կամ մեր ընդհանուր մեր դեսլագանին թեմ աշխատած կլանք, բայց անշուշտ մենք գիտենք, որ անհատները իրենց որոշումները կառնեն ի վերջո, երբ որ դակնաբի մեջ լան, այսով գրնանք ասել, որ քաղաքական դեպքերու զարգացումներ են գախյալ է, որքան ադեմ որ այդ քաղաքականները տնտեսականին նաև գնան վնասել։ Այսինքն եթե քաղաքական բռնադիրական գարկերը լան եւ տնտեսական վիճակը լավը լա, դարձյալ հայը գոյադեվի։ Բայց երբ որ իսկապես երկու բարակային դուժեն, թե քաղաքականը եւ թե տնտեսականը դուժե, այնադեն այսինքն հայաբահբանում
գարելի լավ իմաստ է, բայց որ կյանքդ կվտանգվի եւ դնդեսաբես զերո ես եւ զավակներու չես կնար ոյ մենք տեսակի աբակամը դնորինել, այն ադեն հայապահպանումը միայն փեմերու խոսք կնա դառնալ։ Այսինքն պետք է այնպես մտածել, որ այս ամբողջ դվյանները միադեղ լան։ Այսինքն չբահանջել փամը, որ մարդու կարող ունեն վերը։ Հայապահպանության մասին ենք խոսում, կա որևէ այլ վայր աշխարհում, որտեղ հնարավոր է հայապահպանության գործը կազմակերպել շարունակել, քան Հայաստանի Հանրապետությունն է։ Իհարկե, այսինքն անգերց լալու համար հայապահպանումը եթե հիմնավորված է հայերեն լեզվի գործածության եւ արժեքի ընկալման վրա, ոչ արմատներու իմաստով, ոչ մշակութային իմաստով, ոչ համաշխարհային հայու թիմակիցի իմաստով, Հայաստանն է հիմնական գորիզը, գրվանը եւ հերանեկարը, այսինքն որքան որ մենք ուզենք սփյուռքի արժեքը բարձրացնել, հայապահպանման գծով միշտ այդ արժեքը չենք կնարդար, բացի եթե ուզենք անգեղծ չլար։ Իրականությունը եթե հայապահպանումը հայերեն լեզվի հետ պիտի գաբենք, անպայման Հայաստանը պիտի լա, որովհետև ես հայախոս եմ, ես զավակներուս կփոխանցեմ հայերեն, որքան որ գրնամ, բայց երբ որ ամեն օր հայկական դպրոց չեն երթար, ինչ որտեղ իրենց լեզվա մտածողության մեջ այլ բաներ կսկսին դեղ կրավել եւ իրարու հետ կսկսին օդար լեզուներով արտահայտվել, հայկական դպրոց կլա, բայց փագի մեջ հայերեն չեն գնար խոսի իրարու հետ, հայերենը կդառնա անշուշտ ցեվական, ինչպես որ ասենք, այդ իմաստը կա։ Շատ շնորհակալ եմ, ես հիշեցնեմ, որ զրուցում էի Հրաչ Կալսահակյանի հետ, պարոն Կալսահակյանը Հալեպից է, այսօր բնակվում եւ աշխատում է Արաբական Միացյալ Էմիրություններում, գրող է եւ Ազատ հայ կայքեջի խմբագիրն է։ Շարունակեք հետեւել Civilnet-ին։